ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնը տեղեկություններ ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի մասին։ Ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հարցին արդյոք ամերիկյան կամ իսրայելական ուժերը կարող են հասնել նրանց եւ ֆիզիկապես վերացնել, Թրամփը պատասխանել է դրական։ Միաժամանակ նա հրաժարվել է մանրամասնել այդ թեման, նշելով այժմ նպատակահարմար չէ դրա մասին հրապարակային խոսել։ ԱՄՆ նախագահը հավելել է իրենք ուշադիր հետևում են իրավիճակի եւ տիրապետում են բազմաթիվ տեղեկությունների։ Թրամփի խոսքով այդ հարցի վերաբերյալ ավելի մանրամասն մեկնաբանություններ այս պահին չեն լինելու։ Financial Times-ը հայտնում է, ԱՄՆ-ն Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում հայտնվել է ոչ շահավետ դիրքում, բանակցող թիմի անփորձության պատճառով։ Թերթի տվյալներով նախագահ Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքականության կարևոր հարցերը վստահել է իր մերձավորներին, այլ ոչ թե տարածաշրջանային փորձագետներին։ ԱՄՆ նախկին դեսպան Յայել Լեպերտի խոսքով իրանցի բանակցողները լիովին տիրապետում էին թեմային եւ կարողացել են առավելություն ստանալ։ ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլյամ Բըրնսն էլ նշել է, նման բանակցությունները անհրաժեշտ է բարձր մակարդակի մասնագիտական փորձառություն։ Պարբերականի գնահատմամբ հենց այդ հանգամանքն է թույլ տվել Թեհրանին բանակցություններում ավելի շահավետ դիրք զբաղեցնել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, շարունակում է աջակցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, չնայած առանձին հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններին։ Նա նշել է, իրենց հարաբերությունները շարունակում են մնալ շատ լավ մակարդակի վրա։ Թրամփը խոստովանել է, երբեմն բացահայտորեն չի համաձայնում Նեթանյահուի որոշումների հետ, սակայն դա չի նշանակում աջակցությունից հրաժարում։ Նրա գնահատմամբ Նեթանյահուն արդյունավետորեն կատարում է պատերազմական ժամանակների վարչապետի իր պարտավորությունները։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, եթե ինքը կամ Նեթանյահուն չլինեին իրենց պաշտոններում, ապա Իրանի գործողությունների պատճառով Իսրայելը այսօր կարող էր գոյություն չունենալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է հրթիռային հարվածները հասցրել Հորդանանի տարածքում տեղակայված ԱՄՆ բանակի ռազմաօդային բազայի օբյեկտներին եւ անձնակազմի տեղակայման վայրերին։ Նուր Նյուզի փոխանցմամբ Իրանը հարվածել է նաեւ Բահրեյնում տեղակայված Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի ռադարին, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային վերահսկողության ռադարին եւ վաղ նախազգուշացման համակարգին։ ԻՀՊԿ-ն պնդում է, այդ համակարգերը ոչնչացվել են հարվածների արդյունքում։ Հայտարարության համաձայն գործողությունները եղել են ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների դեմ իրականացված թիրախային հարվածներ։ Իրանական ԻՐԻԲ-ը հայտնել է, իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմականների կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Պատրիոտ համալիրին, դիտաշտարակներին եւ զինամթերքի պահեստներին։ Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարությունը ներկայացվել է որպես այդ գործողությունների պաշտոնական հաստատում։ Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ավարտել է Իրանի դեմ շուրջ 5 ժամ տևած հարվածների հերթական ալիքը։ Հաղորդվում է, ամերիկյան ուժերը խոցել են Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, միայն ռազմական առումով հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ կայունություն եւ խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։ Նա կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին վերանայել Մերձավոր Արևելքի հարցում որդեգրած ագրեսիվ քաղաքականությունը։ Աունի խոսքով պատերազմները բերում են մահ, ավերածություններ եւ բնակչության զանգվածային տեղահանում։ Նա հույս է հայտնել Հռոմում մեկնարկող Լիբանան-Իսրայել բանակցությունների հերթական փուլը կհանգեցնի գործնական արդյունքների։ Նախագահը նշել է, Բեյրութի առաջնահերթ նպատակներն են հարավային շրջանների ազատագրումը, պատերազմի հետևանքների վերացումը եւ խաղաղ բնակիչների վերադարձը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Միացյալ Նահանգները առաջիկա օրերին շարունակելու է լուրջ հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Նրա խոսքով Իրանի դեմ նոր գործողությունները կշարունակվեն նաև հաջորդ օրը եւ Թեհրանը չի կարողանա կանխել դրանք։ Թրամփը նաև հայտնել է, ԱՄՆ-ն մտադիր է կրկին հարվածել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտին։ Նա նշել է, պատրաստվում է ոչնչացնել այն, ինչ ԱՄՆ-ում անվանում են Քրքի լեռ, նկատի ունենալով Նաթանզի միջուկային համալիրի տարածքը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, իրանցիները պետք է պատրաստ լինեն այդ գործողություններին։ Վենեսուելայի ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4561-ի։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է 16740 մարդ, իսկ ավելի քան 17000 մարդ մնացել է անօթևան։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 190 շենք, եւս 856-ը ստացել են լուրջ վնասներ։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 6462 մարդ, իսկ ավելի քան 33000 մարդ ստացել է բժշկական օգնություն։ Իշխանությունների տեղեկացմամբ տուժած ընտանիքներին տրամադրվել է մարդասիրական աջակցություն, իսկ շուրջ 20000 մարդ տեղավորվել է ժամանակավոր ճամբարներում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ից կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումը։ Հրամանատարության հաղորդագրության համաձայն վերահսկողությունը կտարածվի այն նավերի վրա, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ եւ առափնյա գոտիներ կամ լքում դրանք։
Միաժամանակ ընդգծվել է սահմանված պահանջները չխախտող առևտրային նավերը կշարունակեն ազատ տեղաշարժվել տարածաշրջանի ջրերում։ Հրամանատարությունը նշում է միջոցառումները միտված են ծովային անվտանգության պահպանմանը։ Հայտարարության մեջ այլ մանրամասներ գործողության տևողության կամ հնարավոր լրացուցիչ սահմանափակումների վերաբերյալ չեն ներկայացվել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Թեհրանը մշտապես վերահսկել է Հորմուզի նեղուցը եւ շարունակելու է դա անել նաեւ ապագայում։ Նա նշել է, Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը եւ այդ դիրքորոշումը չի փոխվելու։ Արաղչին նաեւ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին նեղուցի անվտանգության եւ հնարավոր турքերի սահմանման վերաբերյալ։ Նրա խոսքով խոսվող 20%-անոց վճարը չափազանց բարձր է։ Իրանի արտգործնախարարը հավելել է, Թեհրանը կգործի արդարացի սկզբունքներով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես նախկինում Ալի Խամենեին, հետևողականորեն աջակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյևի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքյանի խոսքով Ռուսաստանի հետ համագործակցությունը մշտապես եղել է Իրանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Նա ընդգծել է, այդ ռազմավարական կուրսը կշարունակվի նաև առաջիկայում։ Իրանի նախագահի հայտարարության համաձայն Թեհրանը մտադիր է հետևողականորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանի պատասխան հարվածները կլինեն հայելային եւ մի քանի անգամ ավելի հզոր։ Նա նշել է, հակառակորդը շարունակաբար կզգա այդ գործողությունների մասշտաբների աճը։ Պուտինը նաեւ խոստովանել է, Ուկրաինայի զինված ուժերի հարվածները որոշակի խնդիրներ են ստեղծել Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքների համար։ Նրա խոսքով իրավիճակը աստիճանաբար կշտկվի։ ՌԴ նախագահը հավելել է, աշխատում է Ղրիմի վառելիքային մատակարարումները կազմակերպելու այնպիսի համակարգով, որը հակառակորդի համար դժվար հասանելի կլինի։ Այսօր Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Արշալույս գյուղի եղբայրական Պանթեոնում գեներալին հարգանքի տուրք են մատուցել նրա ընտանիքի անդամները, մարտական ընկերները եւ շարքային քաղաքացիները։ Մանվել Գրիգորյանի դուստրը Այծեմնի Գրիգորյանը հոր ծննդյան կապակցությամբ հրապարակում է կատարել, որում մասնավորապես նշվում է. այսօր դու կդառնար 70 տարեկան, բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։ Քո կյանքը պայքար էր, ծառայություն եւ նվիրում հայրենիքին։ Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով եւ քո թողած հետքով։ Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ իշատակը ժամանակի հետ չի խամրում։ Ծնունդդ շնորհավոր, անպարտելի զորավար, միշտ կկարոտենք քեզ, հավերժ իշատակ, գրել է Այծեմնիկ Գրիգորյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի Վետա Տոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը դադարեցվել է։ Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականon ընթացքով եւ չեն կասեցվել, քանի որ Multiston ընկերությունը չի աշխատում եւ քարի մատակարարումն այդ ընկերությունն է իրականացնում, դրա հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, բայց գլոբալ շինարարությունը դադարեցված չէ, պարզաբանել է Տոնոյանը։ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատուն եւ իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին եւ հույս հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։ Օրեր առաջ կալանավորված Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասյանների առգրավումը հետաձգվել է, այս մասին հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Վարդանյանը։ Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք ինչու մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ եւ որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ, հավելել է Վարդանյանը։ Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանքի առաջադրվել ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանին։ Քրեական վարույթով պարզվել է, որ Հայկ Հարությունյանը 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը իրականացնելով ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի ազատության հրապարակում նստածույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուսարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը։
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Միասնության թևեր կուսակցության անունից հանդես եկող անձն ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզիկապան համայնքի արձվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը հայտնել է, որ Երևանի կենթանաբանական այգի տեղափոխվող Սպիտակ առյուծի անկումից հետո որոշել է դուրս գալ Երևանի կենթանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։ Հուլիսի 7-ին դեպքից անմիջապես հետո առաջարկել եմ հրատապ գումարել կառավարման խորհրդին իսկ դեպքի հանգամանքները քննարկելու եւ պատասխանատվության հարցը պարզելու համար։ Սակայն նիստը նշանակվել է միայն հուլիսի 16-ին, չսպասելով կառավարման խորհրդի նիստին հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ պատասխանատու եւ բազմակողմանի մասնագիտական արձագանք, քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ կառավարման խորհրդի կազմից, նշել է Քրիստինե Վարդանյանը։ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ից 21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական հանրապետություն, որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Աննա Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա խաղաղություն եւ կայուն զարգացում փիլիսոփայական ուսումնասիրություն խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Հայաստանի վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկ հաշվարկվելու է տարանցիկ վայրի Դուբայի համար։ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Իրանում, հայտնում է հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Իրանի Դելհորան քաղաքում հուլիսի 12-ին գրանցվել է +51.5 աստիճան, որը ներկայումս հանդիսանում է 2026 թվականին աշխարհում գրանցված ամենաբարձր օդի ջերմաստիճանը, նշել է Ազիզյանը։ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-ից 12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում։ Այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Օլիմպիադան անցկացվել է փորձնական եւ տեսական փուլերով, մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։ Հուլիսի 13-ին խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 15:50-ի սահմաններում Սևան Մարտունի գետափ ավտոճանապարհի 6.5 կիլոմետր հատվածում բախվել են BMW եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ տեղեկությունների վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ըստ տեղեկությունների 6-ամսական երեխան մահացել է, բժիշկները պայքարում են մյուս 5 վիրավորների կյանքի համար։ Եվրամիությունը մեծահոգաբար Հայաստան եւս մեկ առաքելություն է ուղարկել անվտանգության եւ հիբրիդային սպառնալիքների խորհրդականներ Հայաստանի Հանրապետության իշխանություններին աջակցելու համար։ Այն գործարկվել է ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության շրջանակներում, ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ։ Եվրոպական աջակցությունները խոստումնալից են պայքար կիբեռնետիկ սպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտության դեմ, պայքար անօրինական ֆինանսական հոսքերի դեմ։ Առաքելության սկզբնական տևողությունը սահմանվել է 2 տարի եւ այն կղեկավարի Կոսմին Գեորգե Դինեսկոն, որը նախկինում ղեկավարել է նմանատիպ կառույց Մոլդովայում։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան բազմիցս խոսել է այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների մասին, որոնք ենթադրում են փոխազդեցություն Մոսկվայի հետ։ Նա նաև նշել է, որ Եվրամիությունն իր ներկայիս վիճակում վիճակի չէ Հայաստանին առաջարկել որևէ այլ բան, քան տնտեսական լճացում, անմիտ սպառազինությունների մրցավազք եւ չափազանց վտանգավոր արկածներ։ Լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության հարթակը արձագանքել է իր Հայաստան մուտքի մերժման դեպքին եւ Հայաստանի իշխանություններից պաշտոնական պարզաբանում է պահանջել։ Լապշինի խոսքով Հայաստանի ներկայացուցիչներին մինչեւ 2026 թվականի օգոստոսի 12-ը ժամանակ է տրվել ներկայացնելու, թե ինչ հիմքով է իրեն մերժվել մուտքը Հայաստան։ Նրանք հույս ունեն, որ ես կհոգնեմ եւ կմոռանամ այս պատմությունը, բայց դա չի լինելու, ես պայքարելու եմ մինչեւ վերջ, ինչպես պայքարեցի Ադրբեջանի դեմ եւ հաղթեցի Միեդում, նշել է լրագրողը։ Լապշինը նաեւ է, որ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն պատասխանել իր փաստաբանների հարցադրումներին ուղղված ազգային անվտանգության ծառայության եւ գլխավոր դատախազությանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, այս մասին հայտնել է Սաշա Կատվալյանը, այսօրվանից դադարեցնում է մին պաշտոնավարումը որպես Երևանի աղբահանություն եւ սանիտարական մակրում համայնքային հիմնարկի տնօրեն, նշել է Կատվալյանը։ Օրեր առաջ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել էր, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։ Մամուլում գրում էին, որ Կատվալյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է նաև մտերիմ է Տիգրան Ավինյանի հետ, նրան Մալաթիա Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատել էին 2022 թվականի հոկտեմբերին զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, այս մասին տեղեկանում են քաղաքապետարանից։ Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի առաջին մասը, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 52-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետը, հանրային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը եւ որպես հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը։ Գաբրիելյանը 2026 թվականի հուլիսի 10-ից ազատվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Նրա աշխատանքային վերջին օրն է համարվել հուլիսի 9-ը։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 20%-ի նկատմամբ, ապա Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չի ճանաչում երկրի ինքնիշխանությունը նրա տարածքի 100%-ի նկատմամբ։ Նրա խոսքով Սալիովին ամոթալի վերաբերմունք է Վրաստանի նկատմամբ։ Կոբախիձեն ընդգծել է Վրաստանի ժողովրդի կամքը չճանաչելն ու դրան հակադրվել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց լուրջ երևույթ է։ Նա այս հայտարարությունը արել է մեկնաբանելով Կալասի Բրյուսելում հնչեցրած խոսքերը։ Ավելի վաղ Կալասը հայտարարել էր Եվրամիությունը ցանկանում է աջակցել ոչ թե Վրաստանի կառավարությանը, այլ վրաց ժողովրդին։ Եմենի զինված ուժերը հայտարարել են հարվածել են Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղուն, որը վերահսկվում է Անսար Ալլահ հութիական շարժման կողմից։ Պաշտպանության նախարարության տվյալներով հութիները արգելել են Եմենի ազգային ավիացիային օգտագործել օդանավակայանը եւ պնդել են, որ իրանական ինքնաթիռը մուտք գործի երկրի օդային տարածք։ Գերատեսչությունը նշել է, հենց այդ պատճառով է իրականացվել հարվածը թռիչքուղու ուղղությամբ։ Հարվածից առաջ իշխանությունները կոչ էին արել անհապաղ տարհանել օդանավակայանը եւ չմոտենալ տարածքին։ Պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարել է, պատրաստ է կանխել ցանկացած օդանավի մուտքը, որը կփորձի խախտել երկրի օդային տարածքը ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, Թեհրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ դրանց չկատարման պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։ Նրա խոսքով Իրանը բոլոր բանակցությունների ընթացքում գործել է պատասխանատվությամբ եւ երբեք չի եղել պայմանավորվածությունների խախտման նախաձեռնողը։ Բաղային ընդգծել է, Թեհրանը շարունակելու է առաջնորդվել պարտավորության դիմաց սկզբունքով։ Նա հայտարարել է, եթե ԱՄՆ-ն շարունակի խախտել իր պարտավորությունները, Իրանը նույնպես զերծ կմնա ստանձնած պարտավորությունների կատարումից։ Բացի այդ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկնել է, Թեհրանի գործողությունները տարածաշրջանում ուղղված են եղել բացառապես ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ, իսկ Հորմուզի նեղուցը երբեք չի թույլատրվի վերածել Իրանի անվտանգության համար սպառնալիքի աղբյուրի։ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, Վարշավան Ուկրաինային փոխանցել է Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված 3-ից մինչև 9 հրթիռ։ Նրա խոսքով մատակարարումը իրականացվել է 2026-ի գարնանը ՆԱՏՕ-ի մի շարք երկրների համատեղ ռազմական օգնության փաթեթի շրջանակում։ Տոմչիկը նշել է, Լեհաստանը ԱՄՆ-ի ստացել է երաշխիքներ, ըստ որոնց սպառնալիքի դեպքում փոխանցված հրթիռները կփոխհատուցվեն տասնապատիկ չափով։ Գերմանիայի արտգործնախարարությունը կանչել է Բերլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին կապված ենթադրյալ կիբերհարձակումների հետ։ Բերլինի պնդմամբ այդ գործողությունները ուղղված են եղել Գերմանիայի, Եվրամիության անդամ երկրների եւ Ուկրաինայի դեմ։ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, նման կիբերհարձակումները անընդունելի են եւ դրանց կարձագանքի վճռականորեն։ Գերատեսչության հայտարարության համաձայն քննարկվում է նաեւ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Միաժամանակ պաշտոնապես ընդգծվել է Ռուսաստանի դեսպանի ներկայացվել է Գերմանիայի հստակ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Բլումբերգի սյունակագիր Մարկ Չեմպիոնը հայտնել է, Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը բացահայտել է Թրամփի ավելի խորքային հակակրանքը դաշինքի նկատմամբ։
Նրա գնահատմամբ Թրամփի դժգոհությունը չի սահմանափակվում միայն անդամ երկրների պաշտպանական ծախսերով եւ վերաբերում է հենց ՆԱՏՕ-ի գոյության նպատակահարմարությանը։ Չնայած գագաթնաժողովի ավարտին ԱՄՆ նախագահը դրական է արտահայտվել դաշինքի մասին, հոդվածագիրը նշում է ռազմական պլանավորողների համար այդ իրավիճակը դժվար է հաջողություն համարել։ Հոդվածում ընդգծվում է նույնիսկ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի հասցնելու որոշումը չի փոխել Թրամփի վերաբերմունքը։ Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից, այս մասին հայտնել է նրա դուստրը, փաստաբան Տաթևիկ Սողոյանը եւ մանրամասնել։ Բոլորը հարցնում եք ինչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ ջերմ հանդիպումից հետո ասեմ, Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով։ Այսինքն այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը թե բա գումար չունենք ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Հիմա միայն ասեմ, որ սա հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է եւ մեր ազատ խոսքը պաշտպանող ժողովրդավարության բաստիոնի հերթական վառապացույցը։ Մայրիկիս տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները բավարար, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ 1 տարեկան երեխա է տեղափոխվել Գրիգոր Լուսավորիչի հիվանդանոց, նա ընկել է 3-րդ հարկից, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հաստատել են տեղեկությունը, նշելով, որ 1 տարեկան երեխան տեղափոխվել է բազմաթիվ վնասվածքներով եւ սրտի կանգով։ Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի եւ համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր միջոցառումները, ցավոք վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել եւ արձանագրվել է կենսաբանական մահ։ Մանրամասնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ, միաժամանակ դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը եւ հայցագնի 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արդարադատության նախարարության ամբովյան քրեակատարողական հիմնարկ։ Այցի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Արեգ Նազմանուկյանի հետ։ Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող Edgar Oil ՍՊ-ին պատկանող լցակայանում։ Ստուգման պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Multigroup կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակ ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ, նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիկները եւ թույլ տալ իրենց աշխատել։ Բացեք կապարակնիկները, ընտանիք ենք պահում, շուտով հարկադիր ենք ընկնելու վարկեր պարտքեր ունենք, ասում են ընկերությունների աշխատակիցները։ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատում զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում տասնյակ խմբեր չեն կարողանում մասնակցել նախատեսված էքսկուրսիաներին, քանի որ գործարանը փակ է։ Այս մասին հայտնել է կոմբինատի էքսկուրսիաների բաժնի պետ Նինա Ազիզյանը։ Նրա խոսքով խոսքը ոչ թե մի քանի, այլ շուրջ 80-ից 100 հոգանոց զբոսաշրջային խմբերի մասին է, որոնք գալիս են գործարան, սակայն փակ լինելու պատճառով ստիպված են հեռանալ։ Սա վնասում է ոչ միայն գործարանին, այլև պետությանը, քանի որ զբոսաշրջության ամենաակտիվ շրջանում Հայաստանը կորցնում է զբոսաշրջային եկամուտ, նշել է Ազիզյանը։
Մուլտիստոն ընկերության աշխատակիցներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Աբովյանի քննչական բաժնի դիմաց, պահանջելով պարզաբանել, թե երբ կբացվի կապարակնքված գործարանը։ Նրանց խոսքով արդեն 8 օր է ինչ ընկերությունը փակ է, իսկ աշխատակիցները մնացել են անորոշության մեջ։ Միայն մեկ հարցի պատասխան ենք ուզում՝ գործարանը երբ է բացվելու, թեկուզ ասեն 1 օրից, թե 10 օրից, գոնե հույսով սպասենք։ Լրագրողների հետ զրույցում ասել է աշխատակիցներից մեկը։ Ընկերության աշխատակիցները սպառնում են փակել Երևան-Սևան մայրուղին։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, Թեհրանը հարվածներ չի հասցրել Պարսից ծոցի որևէ երկրի։ Նրա խոսքով Իրանի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների դեմ։ Բաղային հիշեցրել է, Իրանը բազմիցս կոչ է այլ հարևան երկրներն թույլ չտալ ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Նա ընդգծել է, Թեհրանը չի ցանկանում հակամարտություն տարածաշրջանի պետությունների հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, Բաքուն լրջորեն քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հնարավորությունը։ Նրա խոսքով խոսքը ոչ թե անդամակցության կասեցման, այլ կազմակերպությունը վերջնականապես լքելու մասին է։ Ալիևը նշել է, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խնդրել է չգնալ այդ քայլին եւ փորձել բարելավել հարաբերությունները։ Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, իր կարծիքով կազմակերպությունը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում Բաքվի նկատմամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի վերջին հարվածներից հետո դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ անվտանգության խորհրդին։ Գերատեսչությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել եւ պատժել իրանցի ժողովրդի դեմ իրականացված հարձակումների պատասխանատուներին։ Թեհրանը նաեւ քննադատել է ՄԱԿ-ի քարտուղարության արձագանքային անվանելով անկառուցողական։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի դեմ գրեթե 6 ժամ տևած նոր ռազմական գործողության ավարտի մասին։ Իրանը շարունակում է պնդել, միջազգային կառույցները պետք է արձագանքեն տեղի ունեցածին։ Բլումբերգը հայտնում է, Իրանի եւ ԱՄՆ-ի միջև լարվածության սրման ֆոնին բեռնատար նավերը սկսել են Հորմուզի նեղուցով անցնել անջատված տրանսպոնդերներով։ Վերլուծաբանների տվյալներով հուլիսի 12-ին ոչ մի նավ բաց կերպով չի անցել նեղուցով։ Միաժամանակ 6 առևտրային նավ անցել առանց իր դիրքը հեռարձակելու։ Նավերի սեփականատերերը նման քայլի են դիմել անվտանգության եւ երթուղիների վերահսկողության շուրջ անորոշության պատճառով։ Վերջին անգամ նավերը բաց կերպով անցել էին ԱՄՆ-ի կողմից սահմանված հարավային միջանցքով անցյալ չորեքշաբթի, իսկ շաբաթ օրը մի քանի նավ օգտվել էին Իրանի կողմից նշանակված հյուսիսային երթուղուց։ Իսրայելի 12-րդ ալիքը հղումանելով հետախուզական տվյալներին հայտնել է, Իրանը մահափորձ էր ծրագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Անկարա կատարած նրա այցի ընթացքում։ Հաղորդվում է, իրանական կողմը Թրամփի այցը դիտարկել էր որպես նման գործողության եզակի հնարավորություն։ Channel 12-ի տվյալներով նախագահի ինքնաթիռի փոփոխությունը պայմանավորված էր հենց այս սպառնալիքի վերաբերյալ ստացված հետախուզական տեղեկություններով։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, ինքնաթիռը փոխվել էր հակահրթիռային պաշտպանության համակարգի բացակայության պատճառով։ Իսրայելական հեռուստաալիքը ներկայացրել է այդ իրադարձությունների այլ բացատրություն։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, Թեհրանը թույլ չի տա, որպեսզի Հորմուզի նեղուցը դառնա Իրանի անվտանգության սպառնալիքների աղբյուր։ Նրա խոսքով ԱՄՆ-ի հայտարարությունները առևտրային նավերի ռազմական ուղեկցության վերաբերյալ ցույց են տալիս Վաշինգտոնի ցանկությունը պահպանել տարածաշրջանային անկայունությունը։ Բաղային ընդգծել է, Իրանը հետևողականորեն պաշտպանում է իր ազգային անվտանգությունը։ Նա նշել է, Հորմուզի շուտ ստեղծված իրավիճակը չի կարող օգտագործվել Իրանի դեմ ճնշման գործիք դարձնելու համար։ Հորդանանի պետական պետրալրատվական գործակալությունը հայտնել է, երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 13-ի առավոտյան որսացել են Իրանի տարածքից արձակված 4 հրթիռ։ Գլխավոր հրամանատարության տվյալներով գործողությունից հետո հրթիռների բեկորներն ընկել են մի քանի շրջաններում։ Զոհերի եւ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, երկրի օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ կարժանանա վճռական պատասխան գործողությունների։ Իշխանությունները շարունակում են վերահսկել իրավիճակը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, Իրանի դեմ վերջին գործողությունների ընթացքում առաջին անգամ կիրառվել են ծովային անօդաչու թռչող սարքեր։ Օգտագործվել են ինչպես սովորական, այնպես էլ ծովային անօդաչու համակարգեր։ Հրամանատարությունը չի հրապարակել այդ միջոցների կիրառման արդյունավետության կամ հարվածների մասշտաբի վերաբերյալ մանրամասներ։ Միաժամանակ ԱՄՆ-ն կրկին հայտարարել է, Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 13-ի, 16-ի եւ 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 14-ից 15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-ից 14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։